Հələ աշեք ինչպիսի հասարակության մեջ կապրինք, կսե եթե 15 հատ տեղա ունենամ ու իրենք ուզենան Ղարաբաղի համար երթան կերվին, 15-ի ոդից է գխփեն, որ չերթան։ Ես ասում եմ 15 հատ տղա ունենամ, պատերազմնի 15-ի ոտքերին էլ կկրակեմ ինվալիդ կսարքեմ, չեմ թողի մեկը մի սանտիմ Ղարաբաղի համար գնա պայքարի։ Ամբողջ ղարաբաղցիները ստեղ վախտում են, թող հավաքվեն 90-ականից եկած, թող հավաքվեն, հանեն, բոլորին հանեն, սենց բոլորին ուղարկեն իրենց Ղարաբաղ, թող գնան պահեն ու պաշտպանեն, մենք չունենք պաշտպանելու, մենք չունենք, իրենք են մտածում Ղարաբաղի համար, այդ իշխան Սաղաթելյանը, չգիտեմ, են միս անունները չգիտեմ, ինձ համար դրանց անունները հայհոյանք են, չեմ էլ ուզում դրանց անուններն ասել, թող լնեն։ Իբր թե Ղարաբաղցիք սաղ լեսվել են Հայաստան, թող իրենք երթան։ Հենց ձեր տեսակի համար է, որ Ղարաբաղցիք վինուժդենի լեսվան Հայաստան, որովհետև հենց ձեր տեսակը հանձնեց Ղարաբաղը, այդ մարդիկ ուր երթան բա։ Դուք պատկերացնեք մեր հասարակությունը ինչ ձևի է փեդե, որ այս ձևի մարդիկ կան այս ձևի մտքերով։ Դուք վեր երգրում կգտնիք մարդկանց, ովքեր իրենց հողերից ատկասկու կան ու կսեն, որ մերը չի, չպետք է պայքարենք, չպետք է կռիվ տանք։ Ադրբեջանցուց մեջ այդպես մարդ կա, արա ադրբեջանցիք արդեն սաղ Հայաստանը համարին իրենց հողը ու իրենց պետական մասշտաբով առաջ կտանին այդ ծրագրերը արդեն մտցնելով այդ ամեն ինչը ամեն մեկի ուղեղը, որ եկվա մեգալոր երբ պատրաստ լինի հասարակությունը իրանց այդ ամեն ինչին հարցակվին Հայաստանն է զավթեն, դուք է ձեր ունեցածը կսեք չենք երթա պահելու, չենք կռվելու, չենք պայքարելու։ Ճիշտ են ասել, չէ՞ որ ասում են հայերը սիրում են փող, թուրքերը հող։ Այդ դրան ենք ասել մենք։ Ու այս ձևի մարդիկ ցավոք սրտի հասարակության մեջ մեր շատ են։